Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ չէր հանդիպել, հետևաբար Ալիևի հետ ինքը ավելի լուրջ խոսակցություններ ուներ եւ ես կասկածներ ունեմ, որ Վենսը Բաքվում ավելի լուրջ հարցեր կքննարկի, քան թե ինչ քննարկել է Հայաստանը։ Ինչը զարմանալի չի, որտեղ հաղթած ղեկավարի հետ են լուրջ հարցեր քննարկում, պարտվածի հետ ոչ։ Մյուսը այս իշխանությունները հավատարիմ են մնում իրենց զեղծարարությանը, այդ գործելավոճին։ Չմոռանանք, որ օգոստոսի 8-ի թուղթը, որը ստորագրվել էր, դա երկկողմանի համատեղ հռչակագիր էր Ալիևի եւ Փաշինյանի միջև, որը արվել էր Թրամփի ներկայությամբ, բայց Փաշինյանի կայքի վրա հիմա չգիտեմ փոխել են թե չէ, ներկայացնում են, որ դա եռակողմ հռչակագիր է։ Ակնհայտ է, որ փորձում էին խաբել, տենց պատահական սխալ չի լինում, թարգմանության այդպիսի սխալ չի լինում, որտեղ մի բան է եռակողմ հռչակագիր, մի բան է երկկողմ հռչակագիր, մի բան է, որ 3 համարժեք ստորագրություն է, մի բան է, որը գրված է որ Թրամփի վկայությամբ կամ ներկայությամբ են ստորագրել։ Նույնը տեղի ունեցավ 3 այդ ներդրումներ բառի հետ կապված։ Վենսը ներդրում բառ չի ասել, որ հիմա մեր որոշ հայրենակիցներ անտեղեկությունից կամ լավ, սենց ասեմ, կանխավարկածը ազնվության, անտեղյակությունից վարդագույն օպտիմիզմով են համակվել, որ հեսա Միացյալ Նահանգները 9 միլիարդի ներդրում կկատարեն, ոմանք նույնիսկ ավել են առաջ են գնում, ասում են 9 միլիարդի օգնություն կստանանք, եւ չեմ զարմանում, որ բաժանում են 3 միլիոնի, ասում են, դե մարդաման վրա 1.7 միլիոն փող է գալիս։ Խոսքը գնում էր ընդամենը առևտրի մասին եւ ավելի շուտ էներգետիկ բնագավառում, այսինքն 5 միլիարդի առևտրի պոտենցիալ կա հիմնական էներգետիկ բնագավառում, 4 միլիարդը վառելիքի գնման, սպասարկման, որովհետեւ ակնհայտ է, որ եթե ատոմակայանը կառուցվում, այդ վառելիքը պետք է գնվի, պետք է օգտագործվի եւ վերամշակված վառելիքը պետք է դուրս տարվի։ Բայց այս իշխանությունների թարգմանությունը գոնե եթերով գնացել է ներդրում։ Ինքը ներդրում բառ չի օգտագործել։ Մյուսը, Վենսի այցելությունը պետք է օգտագործվեր ազգային եւ պետական քաղաքական նպատակներն առաջ տանելու համար։ Այսօր մենք մեր երկիրը, մեր ժողովրդը ինչ խնդրի առաջ է կանգնած։ Առաջին ադրբեջանական զավթիչ ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Եվ պետք է դիմել Վենսին խնդրելով ամբողջ ազդեցությունը կիրառել, որ Ադրբեջանը իր զավթիչ զորքերը հանի։ Չի կարող լինել խաղաղություն, երբ զավթիչները քո տարածքում են։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ ինքը սահման է խախտել եւ սահմանազատումը այդան գործիքը չի։ Սահմանազատումն ասում են դե չգիտենք, կամ սահմանները գիտենք, բայց եկեք հարմարացնենք, օպտիմալացնենք կամ վերջնականապես որոշենք 240 կիլոմետրը դա ընդամենը 1 միլիմետր չի կամ 10 մետր չի, որ դու սահմանազատման գործընթացում կարգավորես։